Այս կադրերում ազգային անվտանգության ծառայությունը հանցագործ չի վնասազերծում, ոչ էլ կարմիր բերետավորներն են մեղադրյալի հայտնաբերել։ ԱԱԾ Ալֆա ջոկատն է եկել ձերբակալելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու arczepiskopos Միքայել Սրբազանին։ Ամեն բան սկսվեց, երբ Սրբազանի դեմ քրեական վարույթ նախաձեռնվեց իշխանության զավթման մասին հայտարարություններ անելու համար։ Վաղ առավոտյան իրավապահները ներխուժել էին Շիրակի թեմի առաջնորդարան եւ խուզարկություն իրականացրել։ Գյումրիում խուզարկությունից հետո իրավապահները հեռացել էին առաջնորդարանից, իրենց հետ տանելով ինչ-որ առարկաներ։ Իշխանությունը իրոք երկրին Նույն ընթացքում Մայրաթոռում տեղի էր ունենում քահանայական ժողովը, որը նախագահում էր Միքայել Սրբազանը։ Ժողովն ընդհատվեց անսպասելի հյուրերի այցի պատճառով։ ԱԱԾ Ալֆա ջոկատներ եկել ձերբակալելու Սրբազանին։ Միքայել arczepiskopos Աջապահյանը դեմ չէր ներկայանալ քննչական կոմիտե, սակայն հոգևոր հայրերն էին դեմ։ Նրանք կենդանի պատկազմեցին վեհարանի շենքի ու իրավապահների միջև, շատ չանցած քաղաքացիները վեհարանի առջև էին։ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Միքայել Սրբազանը դուրս եկավ վեհարանից ու կրկին հայտարարեց պատրաստ է ԱԱԾ-ի հետ գնալ քննչական կոմիտե։ Հայտարարությունից վայրկյաններ անց իրավիճակը լարվեց, հոգևորականներն ու քաղաքացիները արգելեցին Սրբազանին գնալ իրավապահների հետ, բախում սկսվեց Ալֆա ջոկատի, հոգևորականների ու քաղաքացիների միջև։ Բախումից հետո Սրբազանը վեհափառը մնացած հոգևոր այրերի հետ գնացին խորհրդակցական սենյակ քննարկելու հետագա անելիքները։ Այդ ընթացքում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հավելյալ ուժեր բերեցին Մայրաթոռ, կրկին բախում սկսվեց ոստիկանների ու քաղաքացիների միջև։ Արդյունքում քաղաքացիներն ու հոգևորականները կարողացան կանխել իրավապահների մուտքը Մայրաթոռի տարածք, իսկ արդեն տարածքում եղած իրավապահներին էլ հեռացրին։ Հեռացան նաև ԱԱԾ Ալֆա ջոկատի ներկայացուցիչները, ովքեր ժամեր շարունակ սպասում էին Սրբազանին ձերբակալելուն։ Քննարկման ավարտից հետո Մայրաթոռը հայտարարեց, որ հարգում են Սրբազանի որոշումն ու թույլ են տալիս գնալ քննչական կոմիտե։ Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային եւ ավտոմեքենայի մոտից ժողովուրդը նրան թույլ չտվեց նստելու ավտոմեքենա։ Ժողովուրդը, ովքեր որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ են, հավատավոր քաղաքացիներ են եւ իրական քաղաքացիներ են։ Եվ երկրորդ անգամ եւս փորձը արվեց, նորից էլի մենք չկարողացանք։ Այնպես որ որևէ մեկը չի պահմտվում եւ որևէ մեկը փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից։ ԱԱԾ-ն հեռացավ Մայրաթոռից ու հայտարարություն տարածեց հորդորելով Սրբազանին չթաքնվել իրավապահներից։ Այսօր 2025 թվականի հունիսի 27-ին Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել arczepiskopos Աջապահյանին բերման ենթարկելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը ելնելով անվտանգության նկատառումներից եւ կանխելով իրավիճակի հնարավոր եւ դիտավորյալ սրումը որոշում է կայացնել դուրս գալ Մայրաթոռի տարածքից։ ԱԱԾ հայտարարությունից հետո Միքայել Սրբազանը դուրս եկավ վեհարանից ու շարժվեց դեպի քննչական կոմիտե, նախ ոտքով, հետո արդեն մեքենայով։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարել, զիքոյ արգայություն և զորություն և խաղ հավիտյանս ամեն։